վստահ եմ այսօր Տերը խոսք ունի յուրաքանչյուրիս ու մենք պիտի շարունակենք այն թեման, որ նախորդ երկու ամիսներին ուսումնասիրում ենք այդ նյութը, Տիրոջ մեջ արմատ գցելու եւ Տիրոջ մեջ հաստատվելու նյութը, որովհետեւ հավատում եմ, որ Տերը այս ընթացքի համար մեզանից ակնկալում է, որպեսզի մենք մեր կյանքերը Հիսուս Քրիստոս վեմի վրա Քրիստոսի մեջ արմատ գցելով խորացնենք եւ թող որ մեզանից ամեն մեկը իր սիրտը բաց պահի այսօր Տիրոջ համար, որովհետեւ հավատում եմ Տերը խոսք ունի մեզ համար։ Իսրայելի ժողովուրդը դուրս գալով Եգիպտոսի երկրից իր սրտի մեջ դեռևս պահել էր մի պատկեր, մի կերպար, իր սրտի մեջ ուներ Աստծո մասին մի պատկերացում, որը իրական Աստծո կեղծ պատկերացումն էր։ Եվ երբ որ հարմար պահը եկավ, Իսրայելի ժողովուրդը կերտեց իր համար մի պատկեր Աստծո եւ ասեց. «Ահա ով Իսրայել, ահա քո Աստվածը» եւ պաշտիր նրան։ Ձուլածո հորթը ներկայացնելով Իսրայելի ժողովրդին, ասեցին. «Սա այն Աստվածն է, որ քեզ հանեց Եգիպտոսի երկրից»։ Իրական Աստծո մասին կեղծ պատկերացում կար։ Եվ այն Աստվածը, որ ասել էր, պատվեր ուներ, որ քո Տեր Աստծուն որևէ բանի նմանությունով չստեղծես, Իսրայելի ժողովուրդը իր սրտի ու իր մտքի մեջ ուներ այդ Աստծո մասին պատկեր եւ պատկերացում։ Մենք եւս ստեղծում ենք Աստծո մասին մեր պատկերացումները եւ մենք ինքներս ունենք Աստծո մասին ինչ որ պատկերացումներ։ Սրանք որոշ պատկերացումներ ճիշտ են, որոշ պատկերացումներ մեր հորինած Աստծո պատկերացումներն են։ Աստվածաշնչի քողարկված կամ անցանկալի էջերի մեջ նկարագրված է Աստծո մի պատկեր, որի մասին այսօր ուզում եմ խոսել։ Եվ պատգամս վերնագրել եմ այսպես. երբ առանձնահատուկը դառնում է սովորական։ Շատ բացահայտ ճշմարտություն է, որ Աստված բազումողորմ, երկայնամիտ, առատ ողորմությունով եւ մարդասեր Աստված է։ Մենք Աստծուն ճանաչում ենք որպես սիրող Աստված, որ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իր միածին որդին տվեց, որ ով որ նրան հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Եվ մեր պատկերացումն այս Աստծո մասին ճիշտ է, բայց արդյոք Աստված միայն այդպիսին է։ Եվ ուզում եմ մի փոքր ուսումնասիրենք միայն սիրող, թե նաև սպառող Աստված։ Ենթավերնագրի ներքո մի շարք համարներ։ Այսօր մի փոքր շատ ավելի համարներ կկարդամ եւ շատ ավելի հատվածներ կուսումնասիրենք, կփորձեմ հնարավորինս սեղմեմ, որպեսզի ժամանակը շատ երկար չտևի, բայց ուզում եմ Դանիելի մարգարեության 4-րդ գլուխ 1-ից 25 համարների եւ 30 համարի մեջ նկարագրվող մի իրավիճակ ներկայացնեմ։ Երբ որ Նաբուկոդոնոսոր թագավորը երազ էր տեսել ու այս երազի մեկնությունը փորձում էր գտնել, ոչ ոք չկարողացավ գտնի, միայն Դանիելին կանչեցին եւ Դանիելին ասեց, որ մեկնիր ինձ համար այս երազը։ Եվ երազի բովանդակությունը սա էր, որ մի ծառ էր եւ հետո այս ծառը, որ մեծ շուք ուներ, շատ հովանի էր անում, այս ծառը կտրվեց, բայց արմատները մնացին հողի մեջ եւ գիշերվա ցողով թրջվում էր, վերջապես հետո անցավ ժամանակներ եւ մարդկային գրվածա, որ մարդկային ցեղից վերացավ, նրա գիտակցությունը մթագնեց, անասունի սիրտ տրվեց նրան եւ այս երազը երբ որ պետքա մեկնաբանվեր, Դանիելը ասում է, որ ես ապշած նստեցի մի պահ, որովհետեւ այս երազի բովանդակությունը ինձ ապշացրել էր, որովհետեւ մինչեւ այդ որևէ անգամ ինքը չէր լսել, որ նմանատիպ մի բան կատարվի որևէ մարդու հետ։ Եվ երբ որ Դանիելը մեկնաբանում էր, Դանիելը նրան ասեց, որ 25-րդ խոսքի մեջ ասում է, որ սա է մեկնությունը ով թագավոր, եւ քեզ
արտաքսելու են մարդկանց միջից եւ դաշտի անասունների հետ պիտի լինի, քո բնակությունը եւ խոտ են ուտեցնելու քեզ արչարների պես եւ երկնքի ցողով թրջվելու ես եւ 7 ժամանակ է անցկենալու քեզ վրա, մինչեւ որ իմանաս, թե բարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա եւ որին ուզում է տալիս է այն։ Այս մարգարեությունը, այս երազի մեկնությունը Դանիելը բացատրեց Նաբուկոդոնոսորին։ Անցավ սրանից 12 ամիս։ Ու երբ որ 12 ամիս անցել էր, 30-րդ համարի մեջ նկարագրված է, որ երբ որ Նաբուկոդոնոսորը բազմած էր իր գահին, տեսավ, պատասխանեց եւ ասաց. «Ահա այս այն մեծ Բաբելոնը, որ ես թագավորության տուն եմ շինել իմ մեծ զորությամբ եւ իմ մեծության փառքի համար»։ Նաբուկոդոնոսորը արդեն իսկ ուներ պատգամ ու արդեն ուներ հրահանգ, որ Աստված ում ուզում է նրան դնում է, ում ուզում է նրան հանում է, բայց այս մարդու գիտակցությունը մթագնել էր իր փառքով, իր փառասիրությունով եւ ինքն ասում էր. «Սա ես ինձ համար ստեղծել եմ մի հատ տեղ, որ կեր խմի քեֆ արա Նազար ջան, աշխարհը թալիր ոտի տակ»։ Ու Նաբուկոդոնոսորը երբ որ այս բանն ասեց, այն ինչ որ ինքը տեսել էր երազի մեջ, իրականություն դարձավ։ Եվ ինքը անասունի պես դարձավ, նրա մագիլները երկարեցին, գիտակցությունը վերցրվեց Աստծուց նրա վրայից եւ նա դաշտի մեջ խոտ էր ուտում։ Հետո անցավ 7 տարի, հետո իր գիտակցությունն իր վրա եկավ, հասկացավ, որ Աստված թագավորը, Աստված Տերը, ում ուզում է նրան դնում է, մյուսին վերցնում է։ Ու երբ որ սա գիտակցեց ու Աստծուն խոստովանեց, Աստված վերականգնեց նրա թագավորությունը։ Մենք խոսում ենք Աստծո խրատի մասին, բայց երբեմն այս խրատը վերածվում է շատ ավելի դատաստանի։ Եվ նմանատիպ մի իրավիճակ եղավ, երբ որ Գործք առաքելոց 12-րդ գլխի 21-րդ համարում կարդում ենք, որ Հերովդես թագավորը բազմած էր իր գահի վրա եւ մի որոշված օր Հերովդեսը թագավորական զգեստ հագած ատյանում նստած էր եւ հրապարական ատենաբանում էր դեպի նրանց եւ ամբողջ աղակում էր, թե դա Աստծո ձայնն է եւ ոչ թե մարդի։ Եվ իսկույն Տիրոջ հրեշտակը զարկեց նրան, որովհետեւ Աստծուն չտվեց փառքը եւ որդներով լցված մեռավ։ Երբեմն Աստված դատաստան է անում։ Մենք գործ ունենք սիրող Աստծո հետ, երբ որ ակնհայտ բանը Աստծուց տրված փառքը մի սովորական բան դարձավ, երբ որ առանձնահատուկ մի բան շնորհք էր տվել Աստված նրանց, որ ազգի առաջնորդ լինեն, այս առանձնահատուկ շնորհքը սովորական մի բան էր դարձել իրանց համար եւ սեփականացվել էր մարդկանց կողմից եւ իրանք սա դիտում էին որպես ադե նորմալ է, որ ես չեղնեմ բայելով եղնի եւ այս առանձնահատուկ բանը երբ որ սովորական դարձավ Աստծո դատաստանն եկավ, երբ որ փառքը որ պիտի տրվեր Աստծուն վերցրվեց մարդկանց կողմից։ Ուզում եմ մի պատմություն հիշեցնեմ, որ մեր հայաստանյան իրականությունից է։ Մի եղբայր կար, որ բավականին մեծ գործարար է եւ մեծ բիզնես ուներ։ Ինքը շատ բարերարություններ արել էր ժամանակին։ Անկամ մեր եկեղեցուն ինքը կարողացել է օգտակար եղնի իր բարերարությունով։ Թեև ինքը այս կողմի մեջ որոշակի հաջողություններ ուներ, բայց իր կյանքի մեջ խնդիրներ ուներ։ Խնդիրներ, որոնք Աստծուն դուր չէին գալի եւ ինքը գիտեր այդ երևույթների մասին։ Հետո եղավ այն ձև, որ այդ ահռելի մեծ բիզնեսը Աստված վերցրեց իր ձեռքից։ Եթե տրամաբանորեն պատկերացնում ես, ասում ես լավ, բիզնեսը չլեր, բայց այդ անշարժ գույքը, որ ահռելի անշարժ գույք ուներ, այդ գոնե դա կմնար, դա կարար վաճառվեր եւ ինքը գոնե պլյուսով դուրս կգար։ Բայց Աստված այն ձև վերցրեց իր ձեռքից, որ զրո մնաց։ Բացարձակ զրո։ Մենք գործ ունենք մի Աստծո հետ, որ օրհնում է, սիրում է, բայց նաև խիստ է։ Մենք խիստ Աստծո հետ նաև գործ ունենք։ Եվ երբ որ մենք հանկարծ սկսում ենք չարաշահել Աստծո բարությունը, մենք հայտնվում ենք մի իրավիճակի մեջ, երբ որ
Աստված սկսում է իր խստությունով վերաբերվել մեզ։ Առաջի թագավորաց 2-րդ գլուխ 12-րդ համարը կուզեմ իրար հետ կարդանք։ 12-րդ համարի մեջ գրված է, որ Հեղի որդիները չար զավակներ էին և Տիրոջը չէին ճանաչում։ Հեղին դատավոր էր, Իսրայելի դատավորն էր և միևնույն ժամանակ քահանայություն էր անում տաճարի մեջ։ Եվ նրա որդիների համար գրված է, որ նրանք Տիրոջը չէին ճանաչում։ Եվ ինչպես էր դրսևորվում նրանց Աստծուն չճանաչելը։ 17-րդ համարի մեջ կարդում ենք, որ ասում է, եւ այն երիտասարդների մեղքը շատ մեծ էր Տիրոջ առաջին, որտեղ այդ մարդիկը արհամարում էին Տիրոջ զոհը։ Աստծուն կատարվող զոհաբերությունը, որ մարդիկ բերում էին Աստծուն, իրանք գնում էին, ասում էին, եթե քահանային հասնում է, որ քահանան այդ եփած զոհից երաժանին գցի եւ ինչ կտոր որոնգնի վերցնի, իրանք գնում են ասում էին, մենք չենք ուզում, մենք հում միս ենք ուզում ենք խորովենք, կամ ճարպը պետքա, որ խորովելու տաս, ու իրանք վերցնում են եւ մարդիկ Աստծո զոհը անարգում էին։ Իրանք պատճառ էին դառնում, որ մարդիկ Աստծո զոհը անարգեն։ Եվ իրանց մեղքը մեծ էր։ 22-րդ համարի մեջ գրված է, որ եւ Հեղին շատ ծերացել էր եւ լսում էր այն ամենը, ինչ որ նրա որդիքն անում էին բոլոր Իսրայելին, եւ ինչպես նրանք ժողովքի խորանի առաջին խումբերով ժողոված կանանց հետ քնում էին։ Մի հաջորդ բան էին անում։ Ինչպես էր դրսևորվում հաջորդ մեղքը, որ Աստծուն չէին ճանաչում, անբարոյություն էին անում խորանի առաջին։ Եվ Հեղին իրանց հանդիմանում էր։ 25-րդ համարի մեջ կարդում ենք, որ Հեղին իր որդիներին խրատում է. եթե մարդի դեմ մեղք գործի, նրա դատաստանը Աստված կկտրի։ Այսինքն Աստված այդ խնդիրը ինչ որ ձև կլուծի երկու մարդու միջև։ Բայց եթե մարդը Տիրոջ դեմ մեղք գործի, նրա համար ով աղաչանք կանի։ Սակայն նրանք իրենց խոսքին մտիկ չէին անում, որովհետև Տերը ուզում էր մերցնել նրանց։ Արարատ թարգմանության մեջ գրած է, որովհետև Տերը ուզում էր մերցնել։ Եվ իսկ արևմտահայերենի մեջ ուրիշ թարգմանությունների մեջ ասում է այդ պատճառով դրա համար։ Քանի որ չէին լսում, դրա համար Տերն ուզում էր մերցնել դրանց։ Եվ ինչ կատարվեց, Աստված մի օրվա մեջ երկուսին սպանեց, երկու որդուն, Հեղի։ Ինչի, որովհետև խիստ Աստծո հետ խաղ էին արել, Աստծուն բարկացրել էին։ Աստծո դատաստանը գալիս էր, որովհետև Աստված ոչ միայն սիրող է, այլ նաև սպառող է։ Ինչի, որովհետև տաճարը, խորանը իրանց համար սովորական մի բան էր դարել։ Զոհը, որ Աստծուն մատուցվում էր, իրանց համար սովորական մի բան էր դարել։ Իսկ առանձնահատուկ բանը, որ Աստված պարգև էր տվել, շնորհք էր տվել նրանց, Աստծո առաջ ծառայություն կատարելու, Աստծո ժողովրդին խոնարհությունով ծառայելու, իրանք այս առանձնահատուկ բանը սովորական բան էին սկսել համարել, եւ դրա համար իրանց կյանքի մեջ այս դատաստանն եկավ։ Մենք Գործ Առաքելոցում նույնպես տեսնում ենք մի իրավիճակ, երբ որ 5-րդ գլխի մեջ 4-ից 5 համարների մեջ նկարագրված է, որ առհասարակ 5-րդ գլխի մեջ նկարագրված է Անանիայի եւ Սապիրայի պատմությունը, որոնք ամուսիններ էին եւ նրանք իրանց ունեցվածքը կալվածքը ծախել էին եւ բերել էին առաքյալների մոտ, մասամբ դրել էին եւ ասել էին սա ամբողջն է։ Եվ Պետրոս առաքյալը այսպես է խոսում Անանիայի հետ. չէ որ նա որ մնում էր, կենում էր, քոնն էր եւ ծախված էլ քո իշխանության տակ էր։ Ինչ է որ այս բանը դրիր քո սրտի մեջ, ոչ թե մարդկանց սուտ խոսեցիր, այլ Աստծուն։ Եվ Անանյան հենց որ այս խոսքը լսեց, վայր ընկավ եւ հոգին հանեց, եւ մեծ վախ եղավ ամենքի վրա, որ այդ լսեցին։ Մի իրավիճակ էր, երբ որ Անանյան կարծում էր դե նորմալ է, ինչ կա, որ կարամ մի թեթև ճշմարտության կեսն ասեմ կամ մի փոքր քողարկեմ, մի թեթև սուտ խոսամ իմ օգուտի համար։ Բայց Պետրոսն ասում էր դու Աստծուն սուտ խոսացիր, մարդկանց սուտ չխոսացիր։ Ու մտածում ես թեթև բանա Աստծուն խաբելը, մենք արդյոք ինքներս, որ մեր կյանքը քննենք, չենք տեսնի բաներ, որ կարծես թե
Աստծու աչքերի առաջ խաղ ենք անում։ Աստծուն դուր չի գալի, բայց մենք շարունակում ենք մտածել, որ դե Աստված սրան կանցնի սրա վրայով, այդքան էլ խիստ չի վերաբերվի։ Դե ուրիշներին խփեց, բայց հո ինձ այդ ձև չի անի։ Մենք գուցե մտածում ենք, որ դե հա, Սուրբ գրքի մեջ պատմություններ կա, որ Աստված այդ ձև արել է։ Մեր կյանքի մեջ տեսնում ենք, որ իրավիճակներ կան, որ Աստված այդ ձև վարվում է։ Մի եղբայր պատմություն էր պատմում եւ ասում էր, որ 90-ականներին Ուկրաինայում, երբ որ ինքը մի խումբ երիտասարդների հետ քույրեր եղբայրներով միտեղ կանգնում են, երկու հաղթանդամ տղամարդ մոտենում են նրանց եւ ասում են. մենք ուզում ենք ձեր աղջիկների հետ ժամանակ անցկացնենք։ Ինքն ասում է դա անհնար է, դա չի կարա եղնել։ Ասում է մենք փող կտանք, ինչքան պետք է փող կտանք, ասում է դա չի կարա եղնի, դա անհնար բան է, որ դու ասում ես։ Ասում է շատ փող կտանք, վերջապես բացատրում է, որ դա չի կարա եղնի, հետո որտեղ որ կանգնած են այդ մարդը ասում է իրանք այս քաղաքի այն ժամանակվա քաղաքնայողներն են, հանցագործ գողականներն են, որ իրանց հետ ավելի լավ խնդիր չունենակ։ Այդ մարդիկ ասում են լավ մենք նորից կհանդիպենք։ Հետո մի որոշ ժամանակ հետո ինքն ասում է ես փողոցով քայլում եմ, հետո մի հատ մեքենա եկավ ուղիղ ոտներից դեմը հազիվ ինձ չխփելով, բայց շատ քիպ կանգնեց, հետո ասում է այդ մարդը դուրս եկավ, ասավ մենք շարունակում ենք ուզել այն ինչ որ առաջարկել են քեզ։ Բայց ինքն ասում է դա անհնար, ասում է նստի մեքենան, ասում է մեքենայից հանեց, մեքենայով հանեց քաղաքից դուրս ու ասավ իրար հետ զրուցեցինք, ասում է ես ասեցի, որ մենք քրիստոնյա ենք, դա չի կարա եղնի այդ ձև, դա անհնար բան է, մենք Աստծուց վախենում ենք, Աստծու առաջ ենք, ինքն ասում է փողով ամեն ինչ կարելի է գնել, ասում է չէ, բաներ կա, որ փողով հնարավոր չի գնել, որ դա անհնար բան է, որ այդ բանը տեղի ունենա, եւ ասում է ինքը իրան Աստված էր կարծում, որ մտածում էր փողով ամեն ինչ կարանի, ասում է ես ասեցի կուզես աղոթեմ, որ Աստված քո աչքերը բացի, որ դու տենաս, որ ամեն ինչ փողով չի գնվում, ասում է ասավ լավ աղոթի, ասում է աղոթեցի, հետո գնացի, ինձ բաց թողեց, ես գնացի, ասում է 2 շաբաթ հետո, բայց ամեն դեպքում ասում է ես համարս գրեցի, որ եթե իրան տվեցի, ինքը իմ տան տեղն էր ուզում, ես իմ տան տեղը չէի ասում, որովհետև հանցագործին ես ոնց իմ տան տեղն ասեմ, որովհետև կարան գան ու խնդիրներ առաջանան։ Ասում է հեռախոսից համարը գրեցի, տվեցի իրան, որ եթե բան եղնի, պետք եղնի զանգի ինքը, եւ գուցե ավետարանի մասին խոսեմ։ Ասում է 2 շաբաթ հետո ինքը զանգեց ինձ, ասավ խնդրում եմ ինձ պետքա քեզ հանդիպել։ Ասում է ասեցի ես քեզ չեմ կարա իմ տան տեղն ասեմ, ես չեմ ուզում իմ տան տեղը քեզ ասեմ, ասում է ասավ ես ծայրահեղ վիճակի մեջ եմ, եթե դու ինչ ասես քո խղճի վրա կմնա իմ մահը, եւ ասում է ես տանս տեղն ասեցի, 15 րոպե հետո ասում է ինքը մտավ մեր տուն, ամբողջությամբ արուն լվիկ եղած, իր այդ վերնաշապիկը, ատամները հանած, ու ասում է ասավ ինձ ծեծել են, իմ ատամները պլասկակուպցով հանել են ու ինձ ժամանակ են տվել, որ ես պետքա ինչ-որ չափի գումար կա, իրանց տամ այլապես ինձ կսպանեն, ինձ օգնի, ինձ գումար ա պետք։ Ասում է ես ասեցի արի աղոթենք, սա այնա ինչի մասին ես խոսացել եմ քեզ, որովհետև դու մտածում ես, որ դու Աստված ես, դու կարաս ամեն բան գնես փողով, բայց Աստված ցույց տվեց քեզ, որ ինքն է տիրում ամեն ինչի վրա, եւ դու չես տիրողը։ Եվ ասում է դրանից 2 շաբաթ հետո ես քաղաքից մեկնեցի ու ես չգիտեմ ինչ կատարվեց այդ մարդու հետ։ Երբեմն բաներ կա, դեպքեր կա, որ Աստված ցույց է տալիս իր տիրապետությունը եւ մարդկանց սահմանները գծում եւ մարդկանց ասում է, որ այն ինչ որ արտասովոր բաներ են, առանձնահատուկ բաներ են, դու պետք չի որ սրանց սովորականի պես վերաբերվես։ Եվ մեր կյանքի մեջ Աստված իր երկյուղն է բերում։ Անանիայի Սափիրայի պատմության մեջ գրված է եւ բոլորի վախը ընկավ, բոլորի վրա Աստծո վախը ընկավ։ Ում վրա ընկավ այն եկեղեցու, որ նոր ձևավորվել էր։ Ում վրա ընկավ այն սուրբերի վրա, որոնք ճանաչել էին Աստծո սերը, Աստծո մեծ գթառատությունը, որ իրանց այնքան սիրեց, որ իր Մեսիային, իր օծյալին ուղարկեց իրանց փրկության համար։ Եվ այս ժողովուրդը լավ էր, բայց պակաս բան ուներ։ Աստծո վախը պակասում էր։ Մի Աստծո ծառա պատմում ասում է, ես մի անգամ նահանգներում գնացի հնարավորություն ունեի այդ ժամանակների ամենամեծ հերոստա
ծառայողի ամենահայտնի քարոզիչին հանդիպելու եւ ինքը բանտում էր, որովհետեւ խնդիրներ էր եղել, ինքը մեղքեր էր գործել եւ այդ մեղքերի պատճառով ինքը բանտում էր հայտնվել։ Եվ ասում է, երբ որ ես հանդիպեցի իրան, ասեցի, դու երբ սկսեցիր Աստծուն չսիրել։ Ասում է, զարմացավ, ասավ, ինչ ես ասում, ես միշտ Աստծուն սիրել եմ։ Ես այդ ժամանակ էլ որ մեղք էի գործում, ես Աստծուն սիրում էի, բայց ես Աստծուն չէի վախենում։ Երբ առանձնահատուկը դառնում է սովորական։ Ղուկաս ավետարանի մեջ 12-րդ գլխի 20 համարի մեջ Տեր Հիսուսը մի պատմություն էր պատմում եւ այդ պատմության մեջ այն հարուստի օրինակի մեջ երբ որ ասում էր իմ արտերը կբազմացնեմ շատ բերք հա տվել իմ ամբարները կմեծացնեմ եւ կտեղավորեմ իմ ամբարների մեջ Տեր Հիսուսը այսպես էր ասում եւ Աստված այդ մարդուն ասավ անմիտ այս գիշեր հոգիդ կառնվի քեզանից հետո ուր արդյոք գիտակցում ենք որ մեզ համար այսօրը կարող է վերջինը լինել մենք պաշտամունքից առաջ խոսում էինք Վարամ եղբոր հետ մի երևույթի մասին երբ որ մենք կարող ենք սպասել Տիրոջ գալուստին կամ կարող ենք չսպասել Տիրոջ գալուստին որովհետեւ մեր աստվածաշնչյան դպրոցի քննության մասին ենք խոսում, երբ որ դու մտածում ես, որ քննություն չի լինելու, դե ձեռի հետ սովորում ես։ Հետո երբ որ հասկանում ես, որ չէ քննություն ա եղնելու, մտածում ես բաց ես թողել ու պետքա վերականգնես։ Նման է նրան, որ մարդը ապրում է իր կյանքը սովորական, չսպասելով, որ մի օր մի ակնթարթ կարա իր վերջին ակնթարթը լինի եւ Տիրոջ մոտ հայտնվի։ Ու երբ որ հանկարծ հասկանում է, որ էսա գնում է Տիրոջ մոտ, խառնում ասում է, բա կյանքս ոնց կարգի դնեմ, ոնց ամեն ինչ տեղը բերեմ։ Այս մարդուն ասավ, այս գիշեր հոգիդ քեզանից վերցրվում է։ Երկրորդ բաժինը, որի մասին ուզում եմ խոսեմ, երբ խրատը շատ ցավոտ է։ Երկրորդ Թագավորաց 6-րդ գլուխ 1-9 համարներն եմ ուզում ընթերցեմ։ Երկրի բոլոր կարևոր մարդիկ հավաքվել էին Դավիթի գլխավորությամբ եւ պիտի գնային ուխտի տապանակը բերելու։ Եվ Դավիթը դարձյալ ժողովեց Իսրայելի բոլոր ընտիրները 30,000 հոգի, ընտիր մարդկանց, այն ամենակարևոր մարդկանց 30,000 հոգի հավաքվեցին։ Քանի մարդ էին 50 հոգի չէին, 100 հոգի չէին, 200 հոգի չէին, 30,000 մարդ գնում էին Տիրոջ տապանակը բերելու։ Եվ վեր կացավ գնաց Դավիթը եւ իր հետ եղող բոլոր ժողովուրդը Հուդայի բաղից, որ այնտեղ Աստծո տապանակը վեր բերի, որի վրա կոչված էր Քերովբեից վրա նստող զորաց Տիրոջ անունը։ Եվ դրին Աստծո տապանակը մեկ նոր սայլի վրա եւ նրա վեր առան Աբինադաբի տանից, որ այն բլրի վրա էր։ Եվ Աբինադաբի որդիքը Ոզան եւ Աքիովը քշում էին այն նոր սայլը եւ վեր առան նրան Աստծո տապանակի հետ Աբինադաբի տանից, որ բլրի վրա էր եւ Աքիովը գնում էր տապանակի առաջից եւ Դավիթը եւ Իսրայելի բոլոր տունը խաղում էին Տիրոջ առաջին ամեն տեսակ մայր փայտերով, քնարներով, տավիղներով, թմբուկներով, դափերով եւ ծնցղաններով։ Եվ շարունակությունը եւ երբ որ եկան Նաքոնիկալը Ոզան ձեռքը մեկնեց Աստծո տապանակին եւ բռնեց նրան, որտեւ եզները ծռել էին նրան եւ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Ոզայի դեմ եւ Աստված զարկեց նրան այնտեղ այն հանցանքի համար եւ նա մեռավ նույն տեղը Աստծո տապանակի մոտ եւ Դավիթը տրտմեց, որ Տերը հարվածով հարվածեց Ոզային եւ այնտեղի անունը մինչեւ այսօր Փարեզ Ոզա է ասում եւ Դավիթը վախեցավ այն նորը Տերից եւ ասեց Տիրոջ տապանակը ինչպես մտնե ինձ մոտ։ Մի իրավիճակ, երբ որ Դավիթը մեծ բազմությամբ գնում է Աստծո տապանակը բերելու։ Երբ էր հայտնվել Աբինադաբի տանը այս տապանակը։ Դեռևս Սամուելը մանուկ էր։
Իսկ այս ժամանակ, երբ որ գնում էին բերելու, Սամուելն արդեն մահացել էր։ Առնվազն 70 տարի անցել էր այդ դեպքից, երբ որ Աստծո տապանակը գերի էր գնացել փղշտացիներին։ Աբինադաբի տանը մնացել էր։ Այս Ոզան ու իր աղբերը, երբ որ ծնվել էին, իրանք տեսել էին, որ իրանց տանը մի հատ քերովբեներով արկղ կա, մի պատի տակ դրած։ Ու իրանց համար սա սովորական մի բան էր։ Ընդ որում այդ ձև շողշողուն չի, ինչպես մենք գուցե հիմա պատկերացնում ենք, որ քանի որ ոսկուց էր այս տապանակը։ Իսկապես ոսկուց էր, բայց մենք պետք է հիշենք, որ ամեն անգամ, երբ որ քահանապետը ծիսակատարություն էր կատարում, ինչ էր անում, արյունը ցողում էր այս ուխտի տապանակի վրա։ Եվ սրանով սրբագործություն էր կատարվում, Իսրայելի մեղքերի քավություն էր կատարվում։ Եվ այս տապանակը ծածկված էր արյունով, սևացած, կարմրասևավուն, չորացած արյունը ինչպես է լինում։ Ու այս ձև ծածկված էր այս ուխտի տապանակը, գուցե տեղ-տեղ ոսկին ինչ-որ ձև երևում էր։ Ու երբ որ իրանց տանը պատի տակ դրած էր, Ոզայի ու իր աղբոր համար, սա ընդամենը իրանց տան կահույքից մեկն էր, տան կարասիներից մեկն էր, սովորական մի բան էր, այս առանձնահատուկ բանը սովորական բան էր իրենց համար։ Ու երբ որ դրեցին սայլի վրա, որ տեղափոխեն, ինչի սայլի վրա, որովհետև բավականին ծանր էր։ Տարբեր հաշվարկներով 1.5 տոննայից մինչև 3 տոննա էր կշռվում ուխտի տապանակը։ Եվ այս ծանր տապանակը, որպեսի իրանց ուսերի վրա չտանեն, որովհետև ձողերով պիտի իրանց ուսերի վրա քահանաները տանեին։ Մտածեցին, բերեք այս ձև անենք, սայլի վրա դնենք։ Ու հետո իրավիճակ էր, որտեղ սայլի վրա ծռվել էր ուխտի տապանակը։ Ինչ էր ուզում աներ, լավ բաներ ուզում աներ, իհարկե լավ բաներ ուզում աներ, վատ բաներ ուզում աներ, ոչ, բայց անում էր մի բան, որի իրավունքը չուներ։ Ինչի, որովհետև Աստված այդ ձև էր պատվիրել, որ նրան պիտի չկպնեին։ Եվ երբ որ այս առանձնահատուկ բանը սովորական բան դարձավ նրանց համար, Ոզայի համար, խփվեց Ոզան։ Եվ Դավիթը վախեցավ սրանից։ Դավիթի կյանքի մեջ ամեն ինչ նորմալ էր, իհարկե նորմալ էր։ Վախը կար, չէ, վախը չկար։ Չեմ ուզում խոսեմ Դավիթի հետ կատարված այն մեղքի մասին, որովհետև բավականին ժամանակը երկար կգնա, բայց ուզում եմ ավելի առաջ անցնեմ։ Առաջի Տիմոթեոս առաջի գլուխ 17-18 համարների մեջ եւ առաջի Կորինթացիս 5:1-ից 5 համարների մեջ նկարագրված է մի իրավիճակ, որտեղ Պողոս առաքյալը խոսում է քրիստոնյաների նկատմամբ Աստծո դատաստանի մասին։ Երբ որ քրիստոնյաները իրանց կյանքի մեջ թույլ են տալիս բաներ, որոնք պիտի թույլ չտան, եւ սրբությունը Աստծո հանկարծ կարող է դրսևորվել դատաստանի կերպով, խրատի համար։ Եվ ինչ կատարվեց նրանց համար։ Այս մարդիկ պիտի մատնվեին սատանային։ Մենք չենք փորձառում այս փորձառությունը, բայց Պողոս առաքյալը երկու դեպքերում, թե Կորինթացիներին, թե Եփեսոսի եկեղեցու մեջ, որի առաջնորդը Տիմոթեոսն էր, ասում է, որ ես թեև ներկա չեմ ձեր մեջ, բայց ներկա լինողի պես իրավունք եմ վերապահում ինձ այդ մարդուն սատանային հանձնել, որպեսի ինչ լինի, որպեսի մարմինը փչանա, որպեսի մարմինը ապականվի, բայց հոգին փրկվի, որ սրանով խրատ առնի։ Եվ մյուսին էլ ասում է, մի դեպքում շնություն էր կատարվել, որ Պողոս առաքյալը Կորինթացիներին ասում է, ձեր մեջ այնձև իրադարձություն կա, որ դուք չեք էլ սուկ անում, հոգս անում, որ ծոմ պահեք, սուկ անեք, այդ հանցանքը վերցրվի ձեր մեջից։ Մյուս դեպքում Պողոս առաքյալը մեջբերում է երկու եղբայրներ, որ ասում է, իրանք հայհոյություն էին անում, եւ ես մատնեցի սատանային նրանց, որպեսզի սովորեն հայհոյություն չանել, խրատվեն ու սովորեն հայհոյություն չանել։ Իրավիճակ, որտեղ Աստծո դատաստանը հայտնվում է քրիստոնյաների կյանքի մեջ։ Ինչ է կատարվում, այս մարդու մարմինը սկսում է հոտել, այս մարդու մարմինը սկսում է չարաչար տանջվել, որովհետև առանձնահատուկ բանը
Տիրոջ ներկայությունը սովորական բանի պես անցավ։ Մի եղբայր, որը մեծ առաջնորդ էր եւ գնում էր Աֆրիկա միսիոներության, Տերն իրան ասել էր, որ այս ինչ քաղաքը չմտնես, այս ինչ բնակավայրը չգնաս։ Հետո իրավիճակի բերումով իրան առաջնորդողներն են ձև աստացում, որ իրան համոզում են ինչ են անում, այս մարդը գնում է այդտեղ։ Հետո ինչ է կատարվում, ինչ որ միկրոբներով վարակվում է, ջուր է խմում, ու այս ջրից միկրոբներ են անցնում իր աղիքների մեջ եւ սարսափելի տանջանքներ ունենում, ցավեր ունենում։ Այս ամիոբաները, որ հայտնվում են իր փորի մեջ, կարա եղնի այն ձև, որ այդ ամիոբաները пассив վիճակում լինեն եւ ակտիվ վիճակում լինեն։ Իր մոտ ակտիվ վիճակում են լինում եւ աղիները սկսում են ուտել այս ամիոբաները։ Եվ սկսում է տանջվել, ինչի, որովհետեւ Տիրոջը չլսեց։ Եվ Տերը սրանով խրատում է նրան։ Մենք գործ ունենք Աստծո հետ, որը մեր կյանքի առանձնահատուկն է։ Եվ երբ որ մենք առանձնահատուկի հետ սովորական ենք սկսում վերաբերվել, մեր կյանքի մեջ կատարվում են իրադարձություններ։ Ուզում եմ երրորդ բաժնին անցնել, երբ չափը անցնում ենք։ Երբ չափը անցնում ենք։ Հայտնության երկրորդ գլուխ 20-ից 23 համարների մեջ նկարագրված է մի իրավիճակ, որտեղ մի կին կար, Հեզաբել անունով։ Եվ այս Հեզաբելի համար Աստված այսպես է խոսում. բայց քեզ դեմ մի քիչ բան ունեմ, որ Հեզաբել կնկան թույլ է տալիս, որ իրան մարգարեուհի է ասում եւ իմ ծառաներին սովորեցնում եւ մոլորեցնում է, որ պոռնկություն անեն եւ կուրքերի մատաղ ուտեն։ Եվ նրան ժամանակ տվեցի, որ ապաշխարի իր պոռնկությունից եւ նա չապաշխարեց։ Ահա ես նրան անկողնի մեջ կգցեմ եւ նրա հետ շնացողներին էլ մեծ նեղությունների մեջ, եթե չապաշխարեն իրենց գործերից։ Եվ նրանց որդիքը մահով կսպանեմ եւ բոլոր եկեղեցիները կճանաչեն, որ ես եմ երիկամունքները եւ սրտերը քննողը եւ կտամ ձեզ ամեն մեկիդ իր գործերի համեմատ։ Մենք նոր կտակարանի Աստծո հետ գործ ունենք։ Եթե մտածում ենք այդ հարվածներով հարվածողը 5 կտակարանի Աստվածն էր, ոչ, այդ նույն Աստվածն է, որ նոր կտականում եւս դատաստաններ է անում։ Այս կնոջ համար ասում է, այս կինը սովորացնում է շատերին, որ սխալ ճանապարհով գնան, որ պոռնկություն անեն, կուրքի զոհ ուտեն։ Բայց ես իրան էլ իրան անկողին կգցեմ, իր հետ եղողներին էլ մեծ նեղությունների մեջ կգցեմ։ Ու եթե չապաշխարեն, կսպանեմ իր որդիներին։ Ինչի համար, որ ճանաչեն, որ ես եմ դատաստաններ անողը, որ ամեն մեկին հատուցում եմ իր գործերի համեմատ։ Մենք ճանաչում ենք Աստծուն որպես մեր գործերի համեմատ հատուցող Աստծու, թե պարզապես ճանաչում ենք մեր մեղքերի վրա աչք փակող Աստված։ Ուզում եմ առակաց առաջի գլուխ 28-29 համարներն ընթերցեմ։ Այս հատվածը մի քիչ ավելի լայն, եթե ընթերցելու լինենք, նկարագրված է, որ մարդիկ Աստծուն կկանչեն, Աստված չի պատասխանի, Աստված դատաստաններ կուղարկի, եւ այն ժամանակ ինձ կկանչեն, բայց ես չեմ պատասխանիլ։ Առավոտանց կան ու ինձ կորոնեն, բայց չեն գտնիլ, որովհետեւ գիտությունն ատեցին եւ Տիրոջ վախը չընտրեցին։ Այս որ Աստվածն է, որ ասում է կանչի ինձ ու ես կպատասխանեմ քեզ, հա այս նույն Աստվածն է։ Ասում է կկանչեն ինձ ու ես չեմ պատասխանի, ինչի համար, որովհետև Տիրոջ վախը չընտրեցին եւ գիտությունը ատեցին։ Բանից պարզվում է Աստծո վախը ընտրելու բան է։ Դու կարաս ընտրես Աստծո վախը սրտիդ մեջ բայես ու կարաս ընտրես Աստծո վախը մի կողմ գցես։ Ու երբ որ հանկարծ Աստծո վախը մի կողմ ես գցում, որ Աստված կարա որպես սուրբ Աստված քո կյանքի մեջ իր ձեռքը երկարացնի, երբ որ դու մոռանում ես այս բանը, աշկդ փակում ես սրա վրա եւ մի կողմ ես դնում, Աստված իսկապես կարա այս ձև վարվի։ Աստծո վախը ընտրելու բան է։
մենք կարող ենք ընտրել Աստծո վախը մեր սրտերի մեջ պահել, որովհետև Սաղմոս 119-ի մեջ ասում է քո վախը իմ, քո խոսքը իմ սրտի մեջ պահեցի, որպեսզի քո դեմ չմեղանչեմ։ Երբ որ մենք Աստծո երկյուղը մեր սրտի մեջ պահում ենք, մենք մեր կյանքը զսպում ենք մեր գործելուց։ Եվ ուզում եմ մի վերջին հատվածը կարդամ։ Եբրայեցիս 10-րդ գլուխ 26-ից 31 համարները։ Որովհետև եթե մենք ճշմարտության գիտությունն ընդունելուց հետո հոժար կամքով մեղք գործենք, այլևս նրանից հետո մեղքի համար զոհ չի մնում։ Խոսում է հոժար կամքով մեղք գործելու մասին։ Երբ որ մարդը հոժարակամ ուզում է մնալ մեղքի մեջ։ Երբ որ մարդը ընտրություն է կատարում դեպի մեղքը եւ ոչ թե դեպի Աստված։ Երբ որ մարդը ասում է ինձ դուր է գալիս մեղքը, ես ուզում եմ մեղքի մեջ մնամ։ Իր հոժար կամքով մեղք է գործում, ասում է նրանից հետո մեղքի համար էլ զոհ չի մնում։ Ինչի համար։ Այլ դատաստանի ահավոր սպասելը եւ կրակի զայրույթը, որ հակառակորդներին կլափի։ Աստծո բարկությունը եւ զայրույթը կլափի հակառակորդներին, ոչ թե իրաններին, այլ հակառակորդներին, որտեղ այն մարդը, որ ընտրություն է կատարում ի օգուտ մեղքին եւ ոչ թե ի օգուտ Աստծո, ի օգուտ պղծության եւ ոչ թե ի օգուտ սրբության, այս մարդը ինքն իրան դնում է Աստծուն հակառակորդ կարգավիճակի մեջ, որովհետեւ առաքյալն էլ ասում է, որ չգիտեք, որ աշխարհի սերը թշնամություն է Աստծո նկատմամբ։ Եվ շարունակության մեջ կարդում ենք. մեկը, որ Մովսեսի օրենքն անարգում էր, առանց ողորմության 2 կամ 3 վկայի խոսքով մեռնում էր։ Առաքյալը ներկայացնում է Մովսեսի ժամանակ կատարվող իրադարձությունները, որ եթե մեկը օրենքը անարգում էր, օրենքը ցածրացնում էր, օրենքը բանի տեղ չէր դնում, օրենքը արհամարում էր, ինչ էր կատարվում, քարկոծվում էր։ Էլ որքան ավելի կարծում եք սաստի պատժի կարժանանա նա, որ Աստծո որդուն ոտքի տակ կոխեց։ Ինչ է կատարում, երբ որ մարդը հոժար կամքով ուզելով գնում է մեղքի մեջ ապրում է։ Այս հատվածն ասում է, այդ մարդը Աստծո որդուն ոտի տակ է տալիս։ Պատկերացնում եք ինչ է կատարվում։ Այն Տեր Հիսուսը, որ եկավ բացարձակ սուրբ կյանքով ապրեց, իր անձը դրեց, տառապանքով, չարչարանքով, խաչի մահմամբ մեզ համար իր կյանքը զոհաբերեց, ասում է Աստծո որդուն ոտի տակ է տալիս նա, ով հոժար կամքով գնում է մեղք գործելու, ով ուզում է մեղք գործի, ով սիրում է մեղք գործելը, ով չի ընտրում Աստծուն, ով անարգում է Աստծո օրենքը։ Էլ որքան կարծում եք սաստիկ պատժի կարժանանա, որ Աստծո որդին ոտի տակ կոխեց եւ ուխտի արյունը պիղծ համարեց, որով սրբվեց։ Ուխտի արյունը պիղծ է համարում։ Մենք ուխտի մաս ենք կազմում Աստծո հետ։ Աստված իր որդու միջոցով ուխտ է կնքել մեր հետ, որ ինքը դառնա մեզ համար Աստված եւ մենք իր համար սեփական ժողովուրդ, իր զավակներ։ Ու ասում է, երբ որ մարդը հոժար կամքով ուզելով գնում է մեղքի մեջ ապրելու, այս մարդը այդ արյունը, որով ինքը մաքրվել է, որով ինքը սրբվել է, այդ արյունը պիղծ է համարում։ Եվ շնորհների հոգին նախատեց։ Աստված իր հոգին արտոնել է, որ մեր կյանքերի մեջ գտնվի, պատիվ արել մեզ, որ իր հոգին գա եւ մեզ առաջնորդի ամեն ճշմարտության մեջ, որ մեզ խրատի, որ մեզ սովորացնի, որ մեզ հիշացնի իր ասածները, որ մեզ զորություն տա ապրելու սրբության կյանքով, որ մեր սրտերի մեջ Աստծո սերը տարածի։ Եվ ասում է, երբ որ մարդը հոժարակամ ընտրում է մեղքի մեջ ապրելը, ինքը Աստծո շնորհների հոգին նախատում է։ Որտեւ գիտենք նրան, որ ասեց. «Իմն է վրեժխնդրությունը, ես հատուցումը կտամ», ասում է Տերը։ Եվ դարձյալ թե Տերը կդատի իր ժողովրդին։ Սարսափելի բան է կենթանի Աստծո ձեռքն ընկնելը։
Այս համարը վեր հանգուցալուծում ասում է, չմտածեք հեշտ բան Աստծու, այդքան անարգել Աստծուն, մերժել Աստծուն, ցավացնելը, այդքան հեշտ բան չի։ Երբ որ դու հոժարակամ անարգում ես Աստծու գործը քո կյանքի մեջ եւ Աստծու որդուն ոտի տակ ես տալիս, ընտրելով բացության կյանք։ Ասում է սարսափելի բան է կենթանի Աստծու ձեռքն ընկնելը։ Այդքան հեշտ բան չի, մի կերպ բրծնելու բան չի, սարսափելի բան է։ Մենք գործ ունենք սուրբ Աստծո, սիրաշատ, մարդասեր Աստծո, ողորմած ու գթած Աստծո հետ, բայց միևնույն ժամանակ գործ ունենք խիստ Աստծո հետ։ Գործ ունենք խիստ Աստծո հետ։ Եվ եթե ուզում ենք, որ Աստված որպես որդիների մեզ հետ վերաբերվի, Աստված իր երեխեքին խրատում է, երբեմն խփում է, երբեմն ցավացնում է, երբեմն մեծ նեղությունների մեջ ենք ընկնում, ինչի համար, որպեսզի սովորենք դառնալ իրան եւ մեր սիրտը մոտեցնել իրան։ Եկեք ընտրենք Աստծո վախը եւ առանձնահատուկ բանը մեզ համար սովորական բան չդառնա։ Աստված մեզ շնորհել է իրան ներկայությունը, որ ինքը գա մեր կյանքերի մեջ։ Մենք ով էինք առհասարակ։ Մենք կեղտոտ աշխարհի մեջ կորած մարդ էինք։ Ոչ մի բանով առանձնահատուկ չէինք, որ Աստված մեր վրա ուշադրություն դարձներ, բայց Աստված մեզ ընտրեց։ Աստված մեզ մոտեցրեց իրան, Աստված մեզ մաքրագործեց, սրբեց իր որդու թանկարյունով, իր որդու պարգևը մեզ տալով, Սուրբ Հոգին մեզ տալով։ Եվ Աստված երբ որ մեր կյանքերի մեջ գալիս է, մենք մտածում ենք, դե Աստված իմ կյանքի մեջ կա էլի, դա նորմալ է էլի։ Այնց է ոնց որ ոզան, իրանց տան այդ հրեշտակներով ящիկը մի անկյունում դրած էր, այնց շատ գորշ գույներով արկղը դրած էր իրանց տան մի անկյունում, այս մեր տան են քերովբեներով արկղն է, կարամ կպնեմ այս արկղին։ Ու մենք երբ որ Աստծո ներկայությունը այդ առանձնահատուկ բանը մի սովորական բանի տեղ ենք դնում, որ Աստված ներկա է մեր կյանքերի մեջ, Աստծո Հոգին մեր կյանքերի մեջ ներկա եւ գործանում։ Ու երբ որ այս առանձնահատուկ բանը սովորական բանի տեղ ենք դնում, մեր կյանքերի մեջ կար Աստծո դատաստանը կա։ Կարծում եմ պիտի կանգնենք աղոթելու եւ խոստովանություն անելու։ Քո ծառա Դավիթն աղոթում էր ու ասում էր. փորձիր ինձ եւ տես, եթե չար ճանապարհի մեջ եմ, ինձ ճշմարտության ճանապարհի մեջ առաջնորդիր։ Քո ծառա Դավիթն աղոթում էր, ասում էր. ուղիղ սիրտ նորոգիր ինձանում, երբ որ մեր գիտակցության մեջ մենք կամենում ենք ընտրել քեզ, քո կամքը, բայց տեսնում ենք, որ մեր սիրտը մեր գիտակցության հետ չի գալիս, միակ բանը, որ կարանք անենք, քեզ աղերսելն է, որ դու ուղիղ սիրտ նորոգես մեզանում, քեզ ցանկացող սիրտ ստեղծես մեզանում, քո օրենքին հավանող ու հաճող սիրտ նորոգես մեզանում։ Մենք չենք ուզում, որ դու քո դատաստանները կիրառես մեր կյանքերի մեջ, երբ որ քո առանձնահատուկ ներկայության հետ մենք սովորական ենք վարվում եւ անարգում ենք այն սուրբ ներկայությունը, որ մեր կյանքերի մեջ կա, այն սուրբ Հոգին։ Մենք դառնում ենք դեպի քեզ, սիրելի Փրկիչ։
մենք կամենում ենք ապրել քո խոսքի մեջ և քո կամքի մեջ։ Մենք կամենում ենք հետևել քեզ։ Դու բարի հովիվ ես և քու գառներին առաջարած չես տանում, չես հրում, չես ստիպում գնալ որևէ ճանապարհով։ Դու բարի հովիվ ես, որ գնում ես առջևից և ակնկալում ես, որ քո գառները հոժարակամ կգան քո հետևից։ Մենք չենք ուզում այց լինել, ինքնակամ մոլորվելով մեր սրտի ճանապարհների հետևից, գնալու այնտեղ, որտեղ ինքներս ենք ուզում գնալ, անելու բաներ, որտեղ ինքներս ենք ուզում անել, այլ մենք ուզում ենք հոժարակամ հետևել քեզ, մենք ուզում ենք հոժարակամ գալ քո հետևից։